Ողջույն հարգելի հեռուստադիտող, մենք կրկին եթերում ենք։ Մենք կրկին վերադառնում ենք խորհրդավոր աշխարհ, որտեղ իրական հերոսը ամենատես աչքն է, երրորդ աչքը։ Մոգությունը, էզոթերիկան եւ միստիկան ինքնին շատ խորհրդավոր է, սակայն կրկնակի անգամ սարսափազդու է գաղափար չունեցող կամ սովորական մարդու համար։ Ողջույն Լիզա, շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Լավ, շնորհակալություն։ Լիզա, դու էզոթերիկան ուսումնասիրել ես վաղ տարիքում, ճիշտ է։ Խնդրում եմ կպատմես ինչն է քեզ հետաքրքրել։ Այո, եթե անկեղծ, դա ինձ մոտ եկել է շատ վաղ մանուկ տարիքից, ու այդ տարիքից կարծես նկատում էի, որ ինձ ավելի շատ գերում էր ստվերների խաղը, կամ ինչպես է լույսը, դիպչուն, փոշուն, քան սպակային խաղերը, ու այդ տարիքից ինձ ավելի շերտից վեր հետաքրքիր էր ինչ է կատարվում մարդկությունից աշխարհիկ ապրելակերպից դուրս։ Հասկանալի, իսկ դու ունեցել ես արդյունք։ Արդյունք կարելի է ասել հա, ինչ-որ պահին մանուկ տարիքում աչքերը փակել, կտրվել աշխարհից, դե ոչ այդքան ծավալուն կերպով։ Ըստ քեզ մոգության մեջ ինչն է համարվում մեծակույն արժեք, դա պարզապես անձնական աճ է, թե ցանկությունները պարզապես ի կատար ածելու միջոց։ Ըստ իս կարելի է ասել ոչ մեկը, ոչ մյուսը։ Էզոթերիկան դա ոչ միայն քո ցանկությունները կատարելու համար է, դա ըստ իս կդիտվի զուտ էգոիստական քայլ։ Ու դա ինձ համար նշան է, որ դու լսես էզոթերիկանները համար է, որ դու կարողանաս տեսնել, լսել տիեզերքին, առաջնորդվել նրանով, հասկանալ նրա լեզուն։ Երբևէ պրակտիկ գործեր փորձել ես անել։ Հա, կարելի է ասել, հա, թե հայկական ավանդույթների մեջ այսպիսի մի ծես կա, չէ, երբ մայրերը, տատիկները շրջում էին տանը, խունկը ձեռքին, դա եղել է իմ կյանքի առաջի փորձը էզոթերիկայի մեջ։ Իսկ հետո եղել են փորձեր ավելի շատ մեդիտացիայի կերպով, լսել հենց հասկանալ նրա լեզուն ու մի քիչ ավելի ուրիշ կերպով լույսի տակ երազանք վառել, որը իրականացել է։ Իրականացել է։ Հետաքրքիր է։ Տես, խունկ ծխեցնելը տան մեջ դա չի համարվում պրակտիկ գործ, դա պարզապես տան էներգետիկան մաքրելու միջոց է, եւ դու զգացել ես այդ էներգիան։ Արդյոք ստացել ես արդյունք։ Եթե անկեղծ, ապա այո, որովհետև սպոնտան կերպով մտքերս կարծես միախառնվում էին, տանը տիրում էր ավելի պարզ էներգիա, քան առաջ։ Ըստ քեզ դա պարզապես ներշնչանք է եղել, թե իրոք արդյունք ես ունեցել։ Եթե դա այդ հարցին ստայք մի քանի տարի առաջ, ես կպատասխանեի, որ ներշնչանք է, իսկ հիմա կասեմ ոչ, որովհետև ինչքան դու ավելի շատ ես կտրվում էզոթերիկայից, իմ համար այդքան ավելի շատ ես գնում այդ աշխարհ։ Կան այնպիսի տեխնիկաներ, որ կփորձես ներկայումս եւս խորացնելու, կիրառել։ Տեխնիկաներ զրուցել մտքերիս հետ, ավելի պարզ լինել ինքս ինձ հետ, որը մարդկանց մոտ հենց էզոթերիկա փորձելու ժամանակ էլ մարդը նախարարինը ինքը իր հոգու հետ պետք է կարողանա բարձ լինել։ Հասկանալի է, իսկ չես ուզում ներկայումս ավելի խորացնել գիտելիքներդ էզոթերիկայի ոլորտում։ Կցանկանայի։ Իսկ էզոթերիկան, մոգությունը, միստիկան իրարից ինչով են տարբերվում, բայց իրենք ունեն ահռելի տարբերություն։ Հա, ահռելի տարբերություն կա, որովհետև կա հենց նյութը, որով դու աշխատում ես, փորձում ես, իսկ մյուսը հենց քո զարկն է, այսինքն միտքը։ Եթե քո միտքը կապված չլինի տիեզերքի հետ, դու չես կարողանա ոչինչ անել։ Տեսականորեն ինչպիսի հեղինակներ կան, որ կուզենաս ուսումնասիրել կամ ուսումնասիրել ես։ Ուսումնասիրածներից մեջ կան մի քանի հեղինակներ, որ ինձ համար շատ են աչքի ընկել, թեև այն պատճառով, որ հենց սկզբից եմ նրանց ուսումնասիրել։ Օրինակ, առաջի ուսումնասիրածս հեղինակներից մեկը հենց Հերմեսն է, որը ինձ կարծես սովորեցրել է լռության ուժը։ Մյուսը կարելի է ասել
պարդոնն է, ով սովորեցրել է ավելի շատ տիրապետելու ուժը, այսինքն կարգապահել իմ ուժերը, միտքը հարթության վրա պահել, բերել բալանսի։ Իսկ մյուս ուժը կարելի ասել հենց հեղինակը տիեզերքն է, ով անում է այն, ինչը հասարակ մարդիկ չեն կարողանում անել, այսինքն կարող է բացել ծաղիկը առանց հրամանի։ Հետաքրքիր է։ Երրորդ աչքդ էս իրականում գոյություն ունի, դու դա ցանկանում ես զարգացնել, բացել։ Իրականում հա կցանկանայի, բայց նախ եւ առաջ պետք է արժանի լինեմ այն բացվելուն, ոչ թե ցանկանամ։ Իսկ ինձ համար իրակ գոյություն ունի երրորդ աչքը, որովհետեւ ինչի մեջ որը մենք ապրում ենք, հաստատ գոյություն ունի մի շերտ, մի ավելի շերտ, որը անկարող ենք սովորական չհետաքրքրվել ու չտեսնել։ Գերբնական ինչպիսի ուժ կուզենայիր ունենալ։ Հոգևոր ալքիմիա, այսինքն ոչ թե ոսկին, ոչ թե մետաղը ոսկու, այլ ներքին վախերը գիտակցված փուլի։ Տես միստիկայի մեջ հնարավոր չէ կարելի ասել այսպես չվախենալ ու տրվել այդ ամեն ինչին։ Ըստ քեզ ինչպիսի գործեր կարելի է անել, որ եւ ունենաս լավ արդյունք եւ զերծ մնաս բացասականից։ Դե այդ մտքի հետ համաձայն եմ, այդ սպոնտան կերպով մտքիս եկավ հոգի կանչելու process-ը, անկախ ինձնից, չգիտեմ էլ ինչու, բայց եթե դու արդեն գիտակցված ես գնում այդ քայլին, թողնում ես, որ այդ ուժերը կան քո մեջ, իսկ դու գնաս այդ ուժերի մեջ, այսինքն զգացմունքը դու գիտակցումդ բերում ես նույն բալանսի վրա, ապա այդ վախի զգացումը այլևս չի կարող քեզ տիրել։ Տարոլոգիան եւս համարվում է մոգություն, չնայած ես դեմ եմ այդ վարկածին, կբացատրես։ Հա, հիմա ըստիս ավելի շատ դեռահասների շրջանում է տարածված տարոլոգիան կարտերի միջոցով, իսկ վաղ տարիքում, երբ ես էի մանկահասակ, այդ տարիքում ավելի շատ մեծահասակ կանայք էին հենց սովորական կարտերի միջոցով, ես իրականում իմ համար սկզբնական շրջանում դա դիտվում էր որպես սնահավատություն, այսինքն չէր կարող իրագործվել։ Բայց հետո խորանալով դրա մեջ, եթե մարդը ներքին կարողանում է ամեն տեխնիկային տիրապետել ու կապ հաստատել այդ ուրիշ շերտի, ուրիշ աշխարհի հետ, ապա կարողանա դա անել, բայց դա հասու չէ ամեն մեկին։ Տես օրինակ մեդիումները եւ սովորական մասնագետները ինչպես կարող են կապ հաստատել հոգու հետ։ Տես մեդիումները չեն կարողանում, չէ, ինքնասպան եղած հոգու հետ կապ հաստատել, բայց սովորական մասնագետների մոտ դա հաջողվում է։ Ինչպես կբացատրես դա։ Հիմնականում ես այդ մեթոդիկային ծանոթ եմ ոչ թե մոմերի միջոցով, այլ ռադիոէլեկտրոնիկայի, այսինքն գերեզմաններում ինչ-որ էլեկտրոնիկաների միջոցով ու ես ինքս եթե անկեղծ փորձել եմ այդ process-ը ու ինքնասպան եղած մարդու հոգի չէր, բայց հետագայում եթե շատ խորանաս ու գաղափար չունենաս այդ ամենից, ինքը կարող է քեզ տանջել, ինչը մի քիչ առաջ նշեցի, որ կբերի վախի զգացման։ Այսինքն քանզի ես անփորձ էի ու յուրաքանչյուր ոք եթե անփորձ լինի դա փորձի, իր մոտ լրիվ ուրիշ քայլեր կառաջանան, խելագարություն, թեկուզ, չգիտեմ, ոչ հաստատ կատարսիս։ Շատ ու շատ մասնագետներ շղթում են բարու եւ չարի գոյությունը եւ կան նաեւ մասնագետներ, ովքեր ասում են ես չեմ կարող աշխատել չար ուժերի հետ ու կան նաեւ մասնագետներ, որ ասում են աշխատում եմ եւ բարի ուժերի հետ, սակայն ըստիս մոգության մեջ չկա բարի ուժ։ Կբացատրես դա արդյոք գոյություն ունի բարին եւ չարը։ Ըստիս այո, գոյություն ունի, քանզի սև մոգությունը մեզ բոլորիս ավելի շատ ծանոթ է սև մոգությունը ու բոլորս մտածում ենք, որ եթե մոգ է, ուրեմն սև մոգ է, եթե սև մոգ է, ուրեմն վատ մոգ է, ինքը եթե մի բան կարող է անել, որը դու չես կարող անել, ուրեմն վсё, ինքը արդեն շատ վատ մարդ է, ինքը արդեն չգիտեմ ինչ անդերտյալ ուժերի հետ սատանայական парքերի մեջ է, բայց իրականում ոչ, եթե ինքը ուղղակի օրինակ յոգերը
յոգան էլ դա ինչ-որ մի ուրիշ աշխարհ է, բայց յոգան իմ համար այդ սև մոգություն չի, ավելի շատ բարի է, բայց չեմ ասում եմ փաստը, որ սևը դա շատ չար բան է, իմ համար այդքան չար բան չի։ Յոգերը եւս աշխատում են ուժերի հետ։ Ճիշտ է։ Իմ համար հա։ Իսկ դու երբևէ փորձել ես մեդիտացիա, յոգա եւ դրանով հասել ես արդյունքի։ Հա, դա ավելի շատ բերում է քեզ կատարսիսի ու բերում է ինքնամաքրման քեզ տալիս է տրանսի զգացողություն, այսինքն քեզ մղում է աշխարհից դուրս, էլի։ Շատ մասնագետներ մոգեր պնդում են, որ հոգու եւ մտավոր կատարելության հասնելու համար պետք է լինել կամ յոգ, կամ ուղղակի անել այնպիսի մեդիտացիա եւ հասնել այնպիսի արդյունքի, որ դու լինես կատարյալ եւ հոգեվոր առումով եւ մտավոր առումով։ Ինչպես կբացատրես դա։ Իրականում պետք է անել, բայց դա չի նշանակում, որ պետք է դառնալ այդ ոլորտի մասնագետը։ Շատերը կան, ովքեր անգամ չեն էլ կարող իր էներգետիկան կամ մտավոր ուժը կամ չգիտեմ, ընդհանրապես այդ ժանրի մարդիկ չեն, բայց ընդհանրապես մարդուն, մարդարարածին իրոք պետք է զգալու, այսինքն իր գիտակցականը ու զգացմունքայինը բալանսի բերելու, հավասարակշռելու համար հենց հանուն իր առողջությանը, գիտակցությանը պետք է դա անել, գալ ինչ-որ բալանսի, բայց մարդիկ կան, որ ինչու ոչ, իրենց դա հետաքրքիր չէ, իրենք անգամ չեն էլ կարող, եթե շատ ուզենան։ Բալանսի գալուց հետո պետք է դա ավելի ճիշտ պարտադիր է շարունակել, թե պարզապես բաց թողնել, որովհետև դու արդեն հասել ես քո ցանկալի արդյունքին։ Դե եթե առաջի անգամ արեցիր երկրորդ, չկա հենց նշված արդյունք։ Մարդը ներքուստ է հասկանում, որն է իր վերելքը։ Եթե դու արդեն մտել ես այդ աշխարհը կարող է քեզ դուր գալ ու դու հաստատ չես ասի, վերջ, կարիերաս ավարտվեց։ Մարդու եւ բացասական էներգիայի կապը կբացատրես։ Մարդը բացասական էներգիայի հետ իրոք կապ ունի, դա գալիս է իր մտքերից, ըստիս։ Մտքերը իրականում կարող են շատ խառնել, ու այսպիսի մի վարկած էլ կա, չէ, որ մեր մի կողմը հրեշտակն է, մեր մի կողմը ոնց որ դիավոլը, ու մարդիկ շատ դեպքերում տրվում են դրան, այսինքն անձի երկվությունը բերում է հենց այդ բացասականին, ու մարդկանց մեջ լինում է այդ պանթեիստական մտքերը, բայց իրականում կարող է մարդը հեշտությամբ ազատվել դրանից։ Տեսեք, շատ սկսնակներ հենց այս ոլորտում անում են այնպիսի սխալներ, որը կարելի է ասել շատ ծանր է հետևանքները լինում եւ անդառնալի է լինում։ Ինչպիսի խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են մտնել այս ոլորտ։ Եթե ուզում են այս ոլորտ մտնել, նախ եւ առաջ պետք է վստահ լինեն, եթե արդյոք իրենք ուզում են, որովհետեւ կարդալուց ընդհանրապես կարող է դա այդ փաստը քեզ շատ գրավիչ թվալ, ասես, վայ, ես էլ եմ ուզում, բայց երբ խորանում ես դրա մեջ, հասկանում ես, որ արդյոք դու կարող ես դա անել, իսկ անելու համար, ըստիս, պետք է մի քանի տարիների շարունակ փորձություններ, ու եթե դու չես ձգտում այդ ամեն ինչը տեսնելու, սիրտը չի ձգտում, ապա պես չի կանչել դա։ Շատ ճիշտ ես, տես, էքսորցիզմը մարդու մեջ լինում է հենց դևային կերպով, չէ, դա դիվային հիվանդություն է կոչվում, քնեցնող մարգարեներ գոյություն ունեն, ովքեր կարողանում են մարդկանց մեջից դուրս բերել, կարելի է ասել այդ վախը, սև էներգիան, հավատում ես դրան իրականում։ Իրականում ականատես եղել եմ, հենց քահանայի միջոցով է եղել, բայց իրականում այդ process-ը շատ արագ չի եղել, այդ մարդուն մի 2-3 անգամ 5 տարի փորձել են դրա միջից դուրս բերել, ու ըստիս հիմա հա, եթե քո երրորդ աչքը բաց է, ապա դու կարող ես այդ ամեն ինչը նկատել, տեսնել։ Իսկ ունես այնպիսի պրակտիկ փորձեր, որ կարողանաս բացել երրորդ աչքդ։ Չես փորձել։ Ամեն օր կարելի ասել այդ փորձության մեջ եմ, որովհետև այդ անկեղծ այնպիսի փուլ չի, որ ասես վերջ բացում եմ ու գնաս բացելու։ Այդ
պետք է ամեն մանրուքի մեջ խորանաս, ամեն կաթիլի, ամեն փոշու, ամեն օքսիդի մեջ պետք է խորանաս ու արդեն աչքդ առանց քո բանականության միանգամից բացի այդ բանականության շերտը դու դա նկատի։ Պրակտիկ ինչ գործեր գիտես, ինչպես կարելի է բացել երրորդ աչքը, իհարկե սա շատ խիստ մասնագիտական է։ Եթե անկեղծ մի ժամանակ հենց օգնող մարդ ասել է, որ պետք է կոմֆորտ զոնայից դուրս գաս կոմֆորտ զոնա մտնելու համար։ Ու այդ կերպ է ինձ թրթել, որ ես բացեմ։ Այսինքն որոշ մարդկանց մոտ կա այնպես, որ ինքը ստիպված պետք է, այսինքն ստիպված պետք է նկատի այն, ինչ որ չի կարող նկատել։ Ու հետո ժամանակի ընթացքում կարդալու ինքնակրթման միջոցով դա հնարավոր է բացել։ Ինչպես ես դու տարբերում շարլատաններին մասնագետներից։ Դե իրականում հիմա շարլատաններն ու դիլետանտները շատ են։ Օրինակ ես ըստիս դեռ այդքան զարգացած չեմ այս ոլորտում ու հիմնականում մարդիկ եթե հասել են այդ վերելքին, իրենք չեն ասում, որ իրենք հասել են, այսինքն իրենց ինքնափիառով չեն զբաղվում։ Իսկ ովքեր որ սկզբից զբաղվում են, վայ, ես էս եմ կարողանում անել, այն եմ կարողանում անել, կոֆեիդ բաժակը բեր, ես էս գնայեմ, հաստատ քեզ ճիշտ բան կասեմ, այդ բարձ շարլատանական հասարակ գործունեություն է։ Տարոլոգիան տես հիմնականում գուշակությունը կայանում է նրանում, որ կարողանում են մասնագետները կամ սովորական մարդը վերցնել կարտը եւ կատարել գուշակություն, դա պարզապես սիմվոլիզմ է։ Ըստ քեզ դա պարզապես սիմվոլների նշանակությունը իմանալ է, թե իրականում գոյություն ունի գուշակության կամ էզոթերիկայի, միստիկայի հետ։ Նայես դա ով է կատարում։ Եթե կատարում է երեխան, օրինակ դեռահասների շրջանում, ինչպես նշեցի, շատ տարածված է։ Կատարում է երեխան ու այդ պատահականության սկզբունքի միջոցով կարող է այդ ամեն ինչը իրագործվել, բայց եթե կատարում է փորձառու մարդ, դժվար չէ, որովհետև ինքը վերլուծում է ինչ է ասում, ինքը հասկանում է այդ ամբողջ process-ից, ինքը կարողանում է հաճույք ստանալ կամ ընդհանրապես ընկղվել ու բացատրել, իսկ պատանին զուտ այդ իրան հետաքրքիր է այդ ամեն ինչը։ Տես, կան մասնագետներ, ովքեր գուշակության հետ զուգահեռ աշխատացնում են նաև լոգիկա, ինչը անթույլատրելի է։ Դա բացասական ինչ-որ արդյունք տալիս է։ Եթե բանականությունը շատ բերես, այսինքն լոգիկա շատ բերես, հնարավոր է խանգարի, բայց այդ անխուսափելիորեն պետք է որ բանականությունը աշխատի, բայց ոչի վնաս, այսինքն եթե դու ուզում ես կտրվել, պետք է ավելի շատ ոտքդ տնես հողին, ասես վերջ ես այստեղ եմ մնում, աշխարհիկի մեջ ու ասես չէ, ուզում եմ գնալ։ Շատ հետաքրքիր եւ խելացի պատասխաններ ես տալիս Լիզա։ Այսօր եւս անցանք փոքրիկ քայլերով մի ճանապարհ աստրալ, զուգահեռ եւ անտեսանելի աշխարհում։ Շնորհակալ եմ Լիզա մեր հրավերը չմերժելու համար, իսկ դուք մնացեք մեր հետ, որովհետեւ մենք ունենք բացահայտելու ավելին մեր մասնագետների հետ։